А Путлер, когда начал распад России, истерически знает, что на картах Китая половина РФ. Հա, այս մասին մենք բարբերաբար խոսել ենք, այն մեր ընկերներից մեկը գրել էր, թե բանը խոսում են, որ Ռուսաստանը կործանվելու է, Ռուսաստանը չի կործանվելու, ես ճիշտ ասած չեմ տեսել փորձագիտական հանրության կողմից գրառում, թե Ռուսաստանը կործանվելու է։ Ժողովրդի միջից լիքը կա, էլի, որ գրում է բանը, կարծում է, գրում է, համարում է, հավատում է, որ Ռուսաստանը կործանվում է։ Կործանվել բառի հետ կապված։ Տարբեր մարդիկ տարբեր բան են հասկանում այս բառի տակ։ Ռուսաստան պետություն չի լինելու, մեկը այդպես է հասկանում, մյուսը հասկանում է, որ Սիբիրը անցնելու է Չինաստանին, դա արդեն Ռուսաստանի կործանում է եւ այլն եւ այլն։ Իմ տեսակետը նույնն է սրա հետ կապված։ Ռուսաստանը պահպանվելու է, բայց փոքր չափերով, դա, չգիտեմ, 5 տարի, 10 տարի, 50 տարի հետո կլինի, այդ կայսրությունը մաշվելու է, շերտազատվելու է, եզրերը պոկվելու են անկախանան, ուզած չուզած։ Բոլոր կայսրությունների ճակատագիրը սա է։ Ես դա կործանում չեմ համարում, ես դա առողջացում եմ համարում։ Չի կարելի, օրինակ, որ 700 կիլոին վրա շարեն, ես այդ 700 կիլոն սկսեմ ստեղից տանել կայարան, չեմ կարողանա ուղղակի։ Այսինքն պետք է այդ բեռները թափեն վրայիցս։ Լիք, ուրեմն, ազգային փոքրամասնություններ իրենց ինքնավարություններով հասել, աճել, հասունացել, զարգացել են, դարձել են այնպիսին, որ իրենք արդեն անկախացման process-ներ են խմորում իրենց ներսում։ Նրանց անջատվելը Ռուսաստանի կործանում համարելը ես սխալ եմ համարում։ Կրկնաբանություն եղավ, բայց այս է։ Կործանում չէ, բայց կայսրության մաշում, այո։ Կայսրությունը կվերանա, կմնա իր նոմինալ տարածքը, ինչպես եղել է գրեթե բոլոր կայսրությունների դեպքում մի քիչ ավել, մի քիչ պակասա է միջայլոց։ Չհամարեք նախանտիկ, Ուկրաինայում ապակոմունիզացում արվեց անմիջապես արժանապատվության հեղափոխությունից ռևոլյուցիա 12-ը հետո 14 թիվ 22-ից արվեց ապառուսականացում։ Գեգել Մանուկյան, հարգելի բարեկամ, 14 թվականին իրավացի եք, մեծ թափով սկիզբ առավ, բայց 22-ից հետո էլ ես տեսել եմ կադրեր, որ 22-ից հետո են որոշ տարածքներում սկսել հանել պոգել Լենինի արձանները կամ չգիտեմ ինչ-որ արձաններ, որոնք սովետի խորհրդանիշեր էին, մեծ մասը իրավացի եք, 14 թվականից հետո է սկսվել, մինչև 14 թիվը ունեցել էին բան, նարնջագույն հեղափոխություն, Յուշենկո 2004-2005, այո, դա կարելի ասել նախահեղափոխություն էր կամ ինչ-որտեղ ցախողված հեղափոխություն էր, բայց առաջին պայթյունն էր, էլի, հա, ժողովրդական հուզումը, ցասումը, այո, դա դրանից հետո մինչև 14 թիվը զգալիորեն քնած էին։ 14-ից հետո համաձայն եմ, մեծ թափով սկսեցին ապա կոմունիզացիա կամ ապա գաղութացման process-ներ։ 22-ի բանից հետո էլ ինչ-որ տեղեր մնացել էին, այդպես թե հիմա որ մանկակ Ռուսաստանի ներողություն, Ուկրաինայում էլի կարող եք գտնել փողոցներ, նրբանցքներ, то չգիտեմ, հրապարակներ երևի այլևս չկան, որոնք էս մեր Հայաստանի Հանրապետության պես Կոմինտերնի փողոց։ Գյումրիում հիմա կա Կոմինտերնի փողոց, Շչորսի փողոց, Լազոյի փողոց, Հանեսօղլյան փողոց։ Մուսայելյանը փոխեցին, դրեցին Ազնավուրի եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն դիտարկման համար։ Рыбаков ответил фашистам, экстремистам, террористам, чекистам, Путлеру, не все фашисты России, у кого есть яблоко антифашисты։ 8000 հոգի է անդամագրվել Яблоко կուսակցությանը անցած շաբաթվա ընթացքում։ Մաշա Զախարովան ասում է, թե Բալթյան երկրները ծաղկում էին սովետական միության ժամանակ օրոք, իսկ հիմա դարձել էին Եվրոպայի աղքատ ծայրագավառները։ Հիմա որ համեմատում են Եվրոպայի, ասենք, Նորվեգիայի հետ, Եվրամիություն չէ, էլի, բայց Եվրոպա է Նորվեգիան։ Այո, եկամուտները ցածր են, բայց այս եկամուտները զգալիորեն բարձր են, քան թե պոստսովետական որևէ երկրի եկամուտն է, բացի իրենցից։ Լիտվայում միջին աշխատավարձը 2527 եվրո, Էստոնիայում միջին աշխատավարձը 2135 եվրո, Լատվիայում միջին աշխատավարձը 1831 եվրո, Ռուսաստանի Դաշնությունում 600 եվրո, 600 չկա, 560, նվազագույն աշխատավարձերը, Լիտվա 1153 եվրո, Էստոնիա 886 եվրո, Լատվիա
80 եվրո, Ռուսաստանի Դաշնություն 295 եվրո, ահա Զախարովայի բլթոցի սուտը, օզոնները, ուրեմն մոտավոր պատկերը հետևյալն է, որ վալդբերիզները անցած ամիս ու կեսի ընթացքում եվրոպական հատվածի գրեթե բոլոր վալդբերիզի պահեստները, խոշոր պահեստների մասին է խոսքը, ճախճախվել են, հրկիզվել են, հրդեհվել են, տեղքավոր 2 անգամ են խփել նույնիսկ ուկրաինացիք պայթեցրել են եւ լեգիտիմ հիմք են բերել այն, որ վալդբերիզը վաճառում է երկակի, այդպես են ասում, երկակի նշանակության ապրանքներ, որոնք կարելի է քաղաքացիական կյանքում օգտագործել եւ ռազմական գործի մեջ օգտագործել, ասենք դրոնների պահեստամասեր ենթադրենք, եւ կան այդ պատվերների բաները կան։ Ուկրաինան ասում է, որ չէ, այդ ցանցը վնասում է Ուկրաինային, մեկ, մյուսն էլ այն է, որ այդ տնտեսական հզորություն է, ճախճախում են, ոնց է Ռուսաստանը ճախճախում ուկրաինական տնտեսական հզորությունները, ոչ ռազմական։ Այնպես էլ մենք ենք ճախճախում։ Այս մոտեցմամբ Վալդբերիզին զգալի վնասներ տվեցին։ Ովքեր այս օրերին անցած ամիս ու կեսի ընթացքում պատվերներ են տվել Վալդբերիզին, նկատած կլինեն, որ խոստացված օրը ապրանքը խոստացվում է, որ այսինչ օրը կհասնի, հետո սկսում է հետաձգել, օր չի ասում, հետո ինչ որ օր է հասնում եւ ապրանքը հասնում է ուշացումով կամ չի հասնում։ Ես մի քանի ապրանք էի պատվիրել, իսկապես կարիքը կար ձևի համար չէ, երկատե չուգունե ապրանքները ուշացումով եկան հասան, պլաստիկից ապրանքները չեն եկել հասել, հետաքրքիր է, չգիտեմ, այնպես չէ, որ տեղեկաց հասած երկատե չուգունե ապրանքները վառված էին, մոխրացած էին, ոչ, ինչ որ մի կերպ ուշացումներով բանով գալիս հասնում է եւ այսօր առաջին անգամ անցած գիշեր Ուկրաինան հարվածել է օզոնային ներողություն օզոնի ցանցի օբյեկտներից մեկին, ինչը ենթադրվում էր, մի քանի անգամ խոսվել է այդ մասին, ենթադրությունը այն էր, որ Վալդբերիզի ատամները հաշվելուց հետո անցնելու է օզոնի ատամները հաշվելու, ընդեղ էլի կան խոշոր առևտրային հարթակներ, լոգիստիկ կենտրոնները ոչնչացնելը զգալի վնաս է պատճառում, մատակարարները տասնյակ հազարավոր մարդիկ են, ռուսաստանյան արտադրողներ են, փոքր միջին ձեռնարկատերեր են կամ առևտրականներ են, արտասահմանից բերում են, ասենք, հասարակ օրինակ բերեմ, խոհանոցային տախտակ մի տեղից են բերում, տանագներ մի ուրիշ տեղից պանիր կտրելու, այդ երկուսը իրար հետ համալրում են, դառնում են նոր ապրանք։ Սա տարածված բան է, շուկայական հնարք է, մարքեթինգային այսպես ասած, ուղիղ վերավաճառում նույնիսկ եւ այս մարդիկ հսկայական վարկերի տակ կքած ապրանքները տվել են Վալդբերիզին, Վալդբերիզը տալիս է չնչին փոխհատուցում, եթե տալիս է եւ այս մարդիկ սննկանում են մի խայտարակ շղթայով, ուրեմն սոցիալական բունտ է հասունանում։ Իրենց աշխատողներն են պարապ մնում, թե փող չկա վճարելու, էլ ինչ արտադրեն այս մարդիկ կամ ինչ գրասենյակ կառավարեն։ Սրանից բխած հետևանքներով հիմա արդեն հերթ հասավ օզոնին սրանից բխած հետևանքներով։ Մյուս հատկանշական տեղաշար, թե Ռուսաստանն էլ, ինչքան ուժը պատում է, հարվածում է Ուկրաինային, նորություն չէ, Կիևում մանկական հիվանդանոց, դպրոց, իհարկե ռազմական օբյեկտներ, պահեստներ եւ այլն։ Ուկրաինան զգալի հարվածներ էր հասցրել անցած տարիների եւ հատկապես այս տարվա ընթացքում նավթավերամշակման գործարաններին ու դրանով զգալիորեն նվազեցրել էր բենզինի, դիզվառելիքի եւ նավթից ստացվող մնացած պրոդուկտների արտադրությանը։ Մյուս կողմից էլ Ուկրաինան ոչնչացրեց մոտավորապես 200 տարբեր տիպի նավեր Ազովի եւ Սևծովի տարածքներում։ Դրանք հաճախ ուկրաինացիները կոչում են հեռահար պատժամիջոցներ։ Զելենսկու հեռահար պատժամիջոցներ, ասում են մենք էլ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի նկատմամբ, չաներ չստանար։ Կամ ով էր իրեն ասել, որ ինքը այդ ամբողջը Ուկրաինայի գլխին թափելու է եւ պատասխան չի ստանալու։ Եվ այլն, ռազմական մասի վերաբերյալ չեմ խոսի այսօր, ու այս նավթավերամշակմանի հետ կապված ոնց որ թե Վալդբերիզների վրա գործած հարձակումների ընթացքում նավթավերամշակման գործարաններին հարվածների ընդհանուր ծավալը նվազել էր, տեսակարար կշիռը պակսել էր,
Սա մյուս կողմից բացատրվում է նրանով, որ հիմնական գործարանները խոցվել էին, դրանցից մի քանիսը դադարել էին գործել, մյուսները գործում էին իրենց թողունակության փոքր ծավալներով, եւ վերլուծաբանները ռազմական եւ մյուս բացատրում են, որ Ուկրաինան ուշադիր հետևում է ամերիկյան հետախուզական տվյալներ, բրիտանական եւ այլն լուսանկարներ, հետախուզություն, հետևում է, թե այդ գործարանները ինչպես են նորոգվում։ Գործարաններ կան, որոնք նորոգվել են, բայց չեն գործարկվել։ Ռուսաստանի Դաշնությունը ոնց որ թե զգուշանում է, վախենում է բացահայտել, որ դրանք նորոգված են, բայց թե հենց գործարկեց գալու են խփեն։ Նորից խփելու են։ Հիմա սկսվել է երկրորդ ալիքը, այս մի 1 ամսվա երևի ընդմիջումից հետո, երբ Ուկրաինան նորից սկսում է խփել նավթավերամշակման գործարաններին եւ սկսում է վերակենդանանալ բենզինի հերթերի ամբողջ խայտառակությունը, ինչ կար 1 ամիս առաջ, ամիս ու կես առաջ, այն ժամանակ Ռուսաստանը սկսեց Հնդկաստանից փորձել բենզին գնել, իր նավթը էժանով տալիս էր Հնդկաստանին, թանկով առնում է որպես բենզին։ Հնդկական մի տանկեր գնացել հասել է Պետերբուրգի մոտը, չեն կարողանում բեռնաթափել, ինչ է թե Հնդկաստանը թանկ գին է ասում, չեն բարիշում գնի շուրջ։ Խոսել են, ասել են բեր կառնենք բաման, բայց ձեռ չի տալիս առայժմ, չեն առնում, եւ այդ բենզինի հերթերը բենզալացակայաններում սկսում են երկարել։ Այս անգամ ինչքան ինձ հաջողվեց հասկանալ տարբեր վերլուծողների նյութերին հետևելով, շատ ավելի բարդ է լինելու, անցած անգամ հավաքեցին տարբեր ռեգիոններից կոնե Մոսկվան, Պետերբուրգը, Եկատերինաբուրգը, խոշոր քաղաքները հանկարծ խայտառակ վիճակի մեջ չլինեն, մի քիչ բենզինի վիճակը ոնց որ թե կարգավորեցին, հիմա շատ ավելի գեշ, շատ ավելի է բարդանալու վիճակը, քան թե 1 ամիս առաջ էր։ Ահա սրանք նավթավերամշակման գործարանների բենզինի բանի հետ կապված եւ այն տեղեկության մասին, թե 20,000 է խոսվում, թե մոտավոր կլոր թիվ է, կլոր թվերը, ինչպես գիտեք, միշտ ստում են, այն մասին էր, թե 20,000 հոգի հատել է Վերին Լարսը դեպի Վրաստան, ավտոմոբիլային անցումը փակել էին, հիմա էլ կարծեմ փակ 1 շաբաթի չափով, եւ վրացական կողմից դեպի հյուսիս եւ Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան, պատճառաբանությունը հեղեղման վտանգներ, անձրև, տեղումներ եւ այլն կարող է իշներ սելավը բանը լվար փակեր ավտոմեքենաները լցներ ձորը եւ հիմնականում քացով ոտով անցել էին, եթե օրական անցնում է 20,000 չասենք 10,000 հոգի, դա արդեն խայտառակ մեծ թիվ է միայն այդ ուղղությամբ, միայն դեպի Վրաստան 10,000 անգամ 30, հաշվի առնելով առաջիկա հնարավոր բացահայտ կամ քողարկված զորակոչը, քողարկվածը այն է, որ տարբեր խմբերի մարդկանց, սոցիալական, հատկապես խոցելի խմբերի տղամարդկանց բռնում տանում են, համոզում են, ճնշում են, տո չգիտեմ, ազդում են վրեկը տարբեր ձևերով, կամավոր ծառայության անցնելու եւ ուկրաինական ռազմաճակատ գնալու համար պայմանագրեր են ստորագրել տալիս։ Սա քողարկվածն է։ Քողարկվածի մի ուրիշ ձև էլ կար, խոսում էին, ես հույս ունեմ մեր հայությանը սա չի սպառնում, որովհետև մերոնք շուստրի են համեմատաբար, երբ բարձր դասարանների այդ ամենավերջի դասարանի անցումային փուլում քննությունները ցածր են նշանակում, հատկապես տղաներին, չեն կարողանում փոխադրվել վերջին դասարանը, ասում են գնա աշխատի։ Իսկ աշխատավայրից մյուս տարի իրանք դառնալու են 18 տարեկան, բանակ են զորակոչվելու։ Այս տեսակ արհեստական միջոցներ կան, եթե ոչ հայտարարված զորակոչ, ապա քողարկված զորակոչ, դրա համար է կոչվում քողարկված։ Եվ դեպի Ղազախստան, գաղթի, արտագաղթի փախնելու ավելի ճիշտ ուղղությունները դրանք են։ Ռուսաստանից Վրաստան եկածների մի մասը, չեմ կարող ասել ինչքանը, կեսը էմիգրանտների մասին է խոսքը, ռելոկանտ չասեք ժողովուրդ։ Ռելոկանտը Էդգար Անիծողն է, որ ազգային ժողովում իր տեղը փոխում է, գնում ուրիշ տեղ է նստում։ Դա ռելոկացիա է։ Տարածքի տարածք փոխողները։ Նրանք էմիգրանտներ են, ովքեր երկրից գնում են ուրիշ երկիր ապրելու։ Հայ էմիգրանտները Եվրոպա, Ամերիկա եւ այլն, այնպես էլ ռուս էմիգրանտները։ Նրանց մի կեսը, մի մասը, կեսից քիչ, կեսից շատ գալու է Հայաստան։ Հիմա արդեն Հայաստանի, հատկապես Երևանի
բնակարանների եւ վարձակալության գները աճում են եւ դա կարող է զարգանալ եւ կարող է ել ավելի աճել, այդ գները, որովհետեւ պահանջարկը աճում է, հարգելի հայրենակիցներ, սա ի նկատի ունեցեք։ Ով ինչ հնարավորություն ունի գարաժից բռնած, չգիտեմ ինչից բռնած, ջանում է վարձով տալ փող աշխատել, էլի, այնպես որ սա ի նկատի ունեցեք, ահա այսպես տեսնեմ ստեղ ինչ հարց կա մնացած ասում են որ լայվի ժամանակ Վալդբերիզի կոված դեպերում երևի արհեստական բանականությունն է աշխատում ըստ երևույթին ձայնը լսում է գնում ֆռում այնտեղ Վալդբերիզ նկատել եք օրինակ ես մի քանի անգամ պատմել են ինձ ասում է նստած ընկերներով զրուցում ենք հեռախոսը կողքերը դրած է ասում է խոսում ենք այն մասին որ Բարսելոնա լավն է Բարսելոնայի Տոմսկա օթանավի առնենք գնանք Բարսելոնա մանկանք ասում 3-ը մտանք հեռախոսի մեջ նայեք Բարսելոնայի կոված դեպերում նման բաներ լինում է էլի հա շատ հնարավոր է որ այդպիսի կապակցություն կա Էլ չեմ ասում այն մասին որ հեռախոսով մի բան եք որոնում արդեն դրանից հետո մի ամիս շարունակ բերում է այդ բանից ինչքան ուզեք էլի հա ահա այսպես հարգելի հայրենակիցներ